Հայկական ժամանակը հրապարակել է մի նյութ, որտեղ դեռևս չհաստատված տեղեկություններով եպիսկոպոսների ստորագրված ինչ-որ դիմումի հղում է անում ու պնդում, թե հաստատվել է Արշակ Սրբազանին վերաբերող տեսանյութերի իսկությունը։ Լրատվամիջոցի այս բնորոշումը անձամբ արքեպիսկոպոսի փաստաբանն է մեկնաբանել։ Ինձ հայտնի չէ այդ գրությունը փաստացի իրական է թե ոչ, բացի այդ ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում հիշատակվող եպիսկոպոսներին նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։ Ինչու հեռանահարցնում է Արշակ Սրբազանը ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կրոնական, բարոյական կամ տրամաբանական հիմք, ինչը Մայրաթորի դիվանապետը չի տեսնում։ Ես տակավին հիմքեր չունեմ ամբողջական հաստատելու, որ այն անձինք, որոնց անունները նշված է, իրենք կրում են այդ պատասխանատվությունը։ Երբ որ իրենց կողմից շոշափելիորեն, առարկայորեն կհրապարակվի, կհաստատվի, այն ժամանակ մենք այդ թեմայի շուրջ ավելի առարկայորեն խոսենք։ Հիշեցնենք, համացանցում մոտ մեկ շաբաթ է դիմումների նկարներ են տարածվում, թե մի շարք հոգևորականներ խնդրում են վեհափառին ուսումնասիրության առարկա դարձնել Արշակ արքեպիսկոպոսի անվան շուրջ պտտվող լուրերը։ Այդ տեսանյութի հարցը քննարկվել է վեհափառի ու հանձնախմբի հետ, ասում է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբեյ եպիսկոպոս Իսախանյանը։ Եթե ծանոթանայի, չգիտեմ, այսինքն առանց ամբողջապես Եվ կարծում եմ դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ է իմ հոգևոր եղբայրները գրել եւ ինչ է պահանջը։ Չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությունը ամբողջապես չեմ տիրապետում, ինձանով չեմ յուրացրել, գուցե վրայով անգամ անցել եմ, կարդացել եմ, բայց չեմ յուրացրել։ Այս ժամանակ պետք ունեմ, որպեսզի ամբողջովին կարողանամ։ Սրբազան, այսինքն Սերովբեյ եպիսկոպոսի անունը նույնպես կա լրատվամիջոցի հրապարակած թղթում։ Տելեգրամյան ալիքներից ավելի հասանելի կայքային տիրույթում տարածվող լրատվամիջոցը Փաշինյանների ընտանիքին պատկանող Հայկական ժամանակն է։ Եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ։ Նիկոլ Փաշինյանը, որ կարծում է, թե կաթողիկոսը սպառել է եկեղեցին բարենորոգելու հնարավորությունները, քննարկման է հրավիրում կաթողիկոսին դեմ հոգևորականներին։ Դիմումում 13 կանոնից կազմված ցանկ է, որից ստորագրել են 9 սրբազան։ Հիմնականում նրանք չեն պատասխանում մեյլ, լրատվամիջոցներից զանգերին կամ պարզապես ասում են, ծանոթ են, թե խոսքն ինչի մասին է, բայց չեն ստորագրել։ Երեկոյան վարչապետը տեսանյութ է տարածել գրելով, թե կարևոր հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ, այլ մանրամասներ այս պահին դեռ չեն հաղորդվում։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։